Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում իրադարձությունները հասնում են իրենց ամենածանր ու շոկային կետերից մեկին։ Այնինչ տեղի է ունենում այս դրվագներում, ոչ միայն փոխում է սյուժեի ընթացքը, այլ նաև խոր ազդեցություն է թողնում բոլոր կերպարների հոգեբանական վիճակի վրա։ Կարենն անցնում է բոլոր սահմանները, եթե մինչ այս նա գործում էր գաղտնի մանիպուլյացիաների միջոցով, հիմա նա արդեն բացահայտ ուժ է կիրառում։ Ամենացավալին այն է, որ այդ ամենը տեղի է ունենում փոքրիկ Արևի աչքի առաջ։ Արշակի տան ներսում, որը պետք է լիներ ապահովության վայր, հանկարծ ամեն ինչ փլուզվում է։ Կարենը ներխուժում է առանց վարանելու, մոտենում է Մագդային և բառացիորեն ուժով դուրս բերում նրան տնից։ Արևը տեսնում է այդ ամենը և անզոր է վախեցած, չհասկանալով, թե ինչ է կատարվում։ Այդ տեսարանը դառնում է ոչ միայն սյուժետային, այլ նաև ուժեղ հոգեբանական հարված երեխայի համար։ Մագդան շոկի մեջ է, նա չի հասցնում նույնիսկ կողմնորոշվել։ Կարենի գործողություններն արագ են, կտրուկ ու հաշվարկված։ Նա չի թողնում ոչ մի հնարավորություն դիմադրելու կամ օգնություն կանչելու։ Սա արդեն պարզապես առևանգում չէ, սա վերահսկողության ցուցադրություն է։ Կարենը ցույց է տալիս, որ կարող է մտնել ցանկացած տուն, վերցնել ցանկացած մարդու և անհետանալ։ Արևի արձագանքը լինելու է կարևոր, նա դեռ փոքր է, բայց այն ինչ տեսել է, չի կարող մոռանալ։ Հնարավոր է նա փորձի պատմել Արշակին կամ Նորոյին, բայց արդյոք կկարողանա ճիշտ փոխանցել տեղի ունեցածը կամ գուցե վախից փակվի իր մեջ։ Արշակի համար սա դառնալու է անձնական պատերազմ, եթե մինչ այս նա փորձում էր իրավիճակը կառավարել, հիմա նա հասկանում է, որ այլևս ժամանակ չկա։ Կարենը վտանգ է ոչ միայն Մագդայի, այլ նաև իր ամբողջ ընտանիքի համար։ Արշակը ստիպված է լինելու գործել արագ, կոշտ և առանց սխալվելու իրավունքի։ Նորոն նույնպես չի կարող մնալ կողքից դիտող։ Մագդայի առևանգումը նրա համար վերջնական կետ է։ Նա արդեն տեսել է, թե ինչի է ընդունակ Կարենը և հիմա պատրաստ է գնալ մինչև վերջ։ Հնարավոր է հենց Նորոն դառնա այն մարդը, ով կկարողանա հասնել Կարենին, որովհետև նա արդեն հասկանում է նրա մտածելակերպը։ Միևնույն ժամանակ հարց է առաջանում, ինչու հենց հիմա, ինչու Կարենը որոշեց բացահայտ քայլի գնալ։ Սա նշանակում է, որ նա կամ ճնշման տակ է, կամ շտապում է իրականացնել իր վերջնական պլանը։ Հնարավոր է նա ցանկանում է ստիպել Լանային անել ինչ-որ բան, կամ գուցե Մագդան նրա համար դարձել է միակ լծակը բոլորին կառավարելու համար։ Չի բացառվում նաև, որ Կարենը փորձի Մագդայից ինչ-որ բան կորզել՝ տեղեկություն, համաձայնություն կամ նույնիսկ վստահություն։ Նրա մանիպուլյացիաները կարող են շարունակվել նաև առևանգումից հետո, փորձելով կոտրել Մագդային հոգեբանորեն։ Այս ամենի ֆոնին սերիալը մտնում է նոր փուլ՝ առևանգում, վտանգ, ժամանակի դեմ պայքար և ամենակարևորը՝ ճշմարտության համար պայքար։ Առաջիկա սերիաները լինելու են լարված, արագ զարգացող, լի անակնկալներով։ Արդյոք կհաջողվի Արշակին ու Նորոյին ժամանակին գտնել Մագդային։ Արդյոք Կարենը կհասնի իր նպատակին և ամենակարևորը՝ ինչ ազդեցություն կունենա այս ամենը Արևի վրա, ով ականատես եղավ այդ սարսափելի տեսարանին։ Ուրիշի ընտանիքը հերթական անգամ ապացուցում է, որ ամենամեծ վտանգը գալիս է այն մարդկանցից, որոնց ժամանակին վստահել ես, իսկ հիմա արդեն խաղը դարձել է շատ ավելի վտանգավոր և սխալների համար այլևս տեղ չկա։ Իսկ մինչ կբացահայտվեն, թե ինչ է կատարվելու հեռուստասերիալի հետագա սերիաներում, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Սեղմիր զանգակ կոճակը և եղիր տեղեկացված։ Նշենք, որ հեռուստասերիալում իսկապես իրադարձությունները լարված են։ Հեռուստադիտողներին հետաքրքրում է մեկ բան՝ Կարենի առևանգումից հետո արդյոք նա Մագդային ասելու է ճշմարտությունը։ Միևնույն է, Մագդան օրերից մի օր իմանալու էր և բնականաբար ոչ այնպես, ինչպես նա ցանկանում էր։ Կարենը որոշել է նրան ասել ճշմարտությունը, բայց հիմա ոչ միայն ասելու է, այլ նաև կլորիկ գումար է պահանջելու Մագդայի ազատության համար։ Չէ՞ որ ինչպես նա է խոստովանում, իրեն չեն սպանում միայն իր պարտքերի համար, նա պետք է վերադարձնի այդ գումարները, նրան չեն վնասում, որպեսզի նա կարողանա ինչ-որ տեղից հայթայթել մեծ գումարներ ու տալ։ Բայց ամեն ինչ դեռ առջևում է։ Արևը հավանաբար զանգահարելու է կամ Նորոյին, կամ Արշակին և տեղեկացնելու է Մագդայի հետ տեղի ունեցածը։
Եվ բնականաբար օրերից մի օր բացահայտվելու է ողջ գաղտնիքները, որովհետև գաղտնիքները երկար թաքցնել միևնույն է հնարավոր չի լինի։ Դե ինչ, իսկ դուք միացեք մեզ, որպեսզի միասին բացահայտենք, թե ինչ է սպասվում հետագա սերիաներում։ Բաբկենն էլ վերադարձել է ոչ թե իր երեխաների կողքին լինելու, ինչպես նկատում է նույնիսկ նրա մայրը, այլ վերադարձել է մի մտքով՝ ինչպես Արշակին վնաս տալ, ու ամենաառաջին մարդը, ում նա փորձում է դրանով դրդել, որպեսզի Արշակին ատի, իհարկե Էլիզն է։ Նա Էլիզի միջոցով փորձում է Արշակից վրեժ լուծել։ Նա իբրև թե ունի ձայնագրություն, որը շատ հեշտությամբ կարող է օգտագործել Արշակի դեմ, բայց այդ ձայնագրությունը ոչինչ է, ընդամենը Շուշանը խնդրում է, որ նա վերադառնա ու տեր կանգնի իր երեխաներին։ Դա ոչ թե անում էր, որովհետև Արշակը նրան սպառնում էր կամ նրա կյանքին վտանգ էր սպառնում, այլ ուղղակի նա գիտեր իր առողջության մասին ու խնդրում էր Բաբկենին որպես հայր լինել իր երեխաների կողքին։